Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ, նշում են դատախազությունից։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դեռ ապրիլի 10-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման։ Հիշեցնենք, փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգառույց արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել էր նրա ելքը Հայաստանից։ Փետրվարի 16-ից 19 Ավստրիայի Սանկտ-Պոլոնտ քաղաքում Գարեգին II-ի իրավերով պետք է եպիսկոպոսատ ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։ Բացակայելու արգելքի պատճառով Գարեգին II-ը չկարողացավ մեկնել Վրաստան եւ ներկա լինել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության արարողությանը։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների հետ՝ Սամվել Ալեքսանյան, Կարեն Վարդանյան, Ռալֆ Յիրիկյան եւ այլք։ Փաշինյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են եւ որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է, ասել են նա։ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաեւ ռիսկեր է առաջացնում, այդ թվում աշխատատեղերի հետ կապված։ Նա կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական եւ գործնական աշխատանքի իրականացումը, որը հնարավոր լինի աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել։ Կառավարության ղեկավարը խոշոր գործատուներին խնդրել է մի փոքր բարձրացնել աշխատավարձերը, եթե դրանք այսպես ասած եզրային սահմաններում են, որպեսզի ավելի շատ քաղաքացի կարողանա օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։ Եթե աշխատավարձը օրինակ 195 կամ 197 000 է, ապա շնորհակալ կլինենք, եթե այդ եզրային վիճակների հանդեպ մեր գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեին, ասել է Փաշինյանը, հիշեցնելով, որ այս փուլում համակարգում ընդգրկված են 200 000-ից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը, Փաշինյանը նշել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է նրան, որ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան, ինչպիսին հիմա է։ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր Պետեր Մադիարին շնորհավորել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Իմ սրտանց շնորհավորանքն եմ փոխանցում Մադիարին եւ հունգարացի ժողովրդին, այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը եւ երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը, գրել է Փաշինյանը X-ում։ Հիշեցնենք, երեք Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, քվեների 98.9%-ի հաշվարկը ցույց տվեց, որ Պետեր Մադիարի ընդդիմադիր Տիսա կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 53.7%-ը, ինչը նշանակում է, որ այդ քաղաքական ուժը ստանում է խորհրդարանի 199 տեղերից 138-ը։ Այս ընտրություններով Հունգարիայում կավարտվի Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարումը, նա Հունգարիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից, հենց նրա օրոք Հունգարիան 2012 թվականին Ադրբեջանին արտահանձնեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կազմահարած Ռամիլ Սաֆարովին, ով Բաքվում հերոսացվեց, իսկ Օրբանն անգամ ներողություն չխնդրեց հայ ժողովրդից։ Ավելին, նա հայտարարել էր, որ եթե Սաֆարովի փոխարեն որևէ հայ լիներ, ապա ինքը նույն կերպ կվարվեր։ Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկեցին։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքներն արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առաջադրումների համար քաղաքական ուժերն ունեն 9 աշխատանքային օր, վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։ ԿՀ-ից փոխանցեցին, մինչև այս պահը որևէ փաստաթուղթ չեն ստացել։ Խոսել ենք գերիների եւ պահվող անձանց մասին եւ ոչ մեկ անգամ հերթական անգամ շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։ Այս մասին Ադրբեջանից վերադարձած հայ փորձագետների ասուլիսի ժամանակ ասել է խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակից Նաիրա Սուլթանյանը։
Բարձրացրել ենք անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում, շեշտել ենք, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել ու այս հարցերը պետք է լուծվեն, որպեսզի պրոցեսի առաջընթացը ավելի երաշխավորված լինի։ Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել, մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք իրենց են։ Գերիների եւ պահվող անձանց մասին հարցերը պատվիրակության անդամներից շատեր իրենց ելույթներում ներառել են։ Մենք բանակցող կողմեր չենք ու այդ տրամաբանությամբ չենք աշխատում։ Օրակարգը որոշում ենք մենք առանց երկու կողմերի կառավարությունների միջամտության։ Քննարկում ենք հիմնականում մեզ մտահոգող հարցերը, խաղաղության գործընթացի ճանապարհի խոչընդոտները եւ հնարավորությունները, որ չենք ուզում բաց թողնել, նշել է նա։ Անդրադառնալով քննարկումների արդյունքում գրանցած առաջընթացին, Սուլթանյանը նշում է, գաղտնիք չէ, երկու հասարակություններն էլ իրենց ընկալումներն ունեն այս հարցի շուրջ։ Իր խոսքով մի կողմի համար սա վրեժխնդրության մասին է, մյուս կողմի համար հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ է։ Գլխավոր դատախազության մոտ այսօրվանից մեկ շաբաթյա նստածույց է սկսվել Սուրբ Աննա եկեղեցու գործով կալանավորված պատանուն ազատ արձակելու պահանջով, 18-ամյա Դավիթ Մինասյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով մի քանի մայրեր ամեն օր մինչև երեկոն 20:00 կմնան դատախազության մոտ, թեև գլխավոր դատախազությունը անցած շաբաթ մերժել էր մանկուց հիվանդություններ ունեցող տղային ազատելու կալանքից։ Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության եւ վարչապետի նկատմամբ բռնության գրավով ազատ արձակված երեկորյակ եղբայրը օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը այս ամենը կազմակերպելու հոդվածներով։ Փաստաբանը հրապարակել էր բժշկական հետազոտությունների արդյունքը Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո վայր ընկած Դավիթ Մինասյանն ուղեղի ցնցում է ստացել, փակ քանգուղեղային տրավմա ունի։ Այսօր ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կիլոմետրի հատվածում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին եւ գլխի վայր հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձակնության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։